Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Տաշիր կապիտալի փաստաբան Տիգրան Հայրապետյանին։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Պարոն Հայրապետյան, մենք մոտավորապես ամառը, եթե չեմ սխալվում, հուլիսին ենք հանդիպել եւ դուք այն կարծիքին եք, որ նորանշանակ կառավարիչը Հեցի պետք է հեռանա, որտեղ ինքը այնտեղ անելիք չունի։ Հիմա փաստորեն եկել է հասել մի իրավիճակ, որ այդ կառավարիչից հետո խմորումներ են արդեն տեղի ձևավորվել, մենք երեք տեսանք քննարկումները, այդ լարված իրավիճակը, խոսքը վերաբերվում էր նրան, որ արդյոք Հեցը կզրկվի լիցենզիայից։ Ես ուզում եմ մի քանի փաստեր մենք հստակ ընդգծենք, որ այդ փաստերը տեղի են ունեցել։ Ուրեմն, երբ որ ում օրոք են տեղի ունեցել այդ փաստերը։ Հենց կառավարիչի, այսինքն Ռոմանոս Պետրոսյանի այս գործընթացի արդյունքում։ Հիմա ուրեմն ամեն ինչ սկսեց Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո հաջորդ օրը վարչապետը մամուլում սկսեց հաղորդագրություններ ուղարկել, որ ժամանակն է Հեցը պետականացնելու, ազգայնացնելու, որ շուտով օրենսդրական փաթեթ կլինի, հետո ստեղծվեց այդ օրենսդրական փաթեթը ու Ռոմանոս Մելիքյանը նշանակվեց Պետրոսյանը։ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ճգնաժամային կառավարիչ։ Հիմա ու ինչպես նշանակվեց, այսինքն այդ ժամանակ կառավարությունը տարածքային կառավարման նախարարը հաղորդում ներկայացրեց, որտեղ 9 կետ նշվեց, որ հանրապետությունում էներգետիկ ճգնաժամը բավականին հասունացել է եւ եթե հրատապ միջոցներ չձեռնարկվի, ապա կարող է էներգետիկ համակարգը պայթել եւ վտանգ կա, դրա համար պետք է անմիջական ամենածանր միջոցներով միջամտել Հեցի աշխատանքներին։ Եվ այդ հաղորդման մեջ նշվեց 9 կետեր, այսինքն այդ 9 գործոնները, որպես էներգետիկ ճգնաժամ առաջանալու առիթ ու այդ դրա հետ կապված հարուցվեց վարչական վարույթ եւ Ռոմանոս Պետրոսյանը եկավ նշանակվեց ժամանակավոր կառավարիչ։ Անցավ 4 ամիս, ստա պարզվեց, որ որոշում են ներկայացել Հեցի լիցենզիայի զրկելուց, որ այդ 9 կետերից որևէ մեկը չի հաստատվել։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ առաջինը տարածքային կառավարման նախարարը, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը խաբել են հանրությանը, չի եղել այդպիսի։ Այսինքն ասել են եկեք վարչական վարույթ հարուցենք, որպիսի ճգնաժամը դադարեցնենք, տեսնենք կա թե չկա, պարզվել է, որ այդ 9 կետից որևէ մեկը չկա, Ռոմանոս Պետրոսյանը գտել է նոր կետեր։ Այսինքն ստացվում է, որ հանրությանը, երբ որ համոզում էին, երբ որ ազգային ժողովում մի քանի օր քննարկումներ էր, որ այսպիսի խնդիրներ կա, ճգնաժամ կա, այդ ամեն ինչը սուտ էր։ Հիմա պետք է հիշել, հետ գնալ, ասել, բա հարգելի ՀԿՏՀ-ի նախագահ, որ գալիս էիք ու ազգային ժողովի ամբիոնից ասում էիք, ասա առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, բա ինչ եղավ այդ։ Ընդ որում, դա իրենց պարտականություններ, իրենք պետք է դա նախապես հայտնաբերեն։ Այսինքն ֆիքսենք, որ երեք փաստորեն պարզվեց, որ այդ որոշում է ներկայացվել Հեցին լիցենզիայի զրկելուց ու այդ բոլոր էներգետիկ ճգնաժամի 9 կետերից ոչ մեկը չի հաստատվել։ Սա փաստ է։ Հիմա հարցը առաջանում, ով պետքա պատասխանատվության ենթարկվի հասարակությանը խաբելու համար, ուրիշի կազմակերպությունը խլելու համար, այդքան անձանց աշխատանքից ազատելու համար, ինչա պարոն Պետրոսյանը մի քանի թերություններ է գտել, այն էլ կասկածելի է թերություններ, գիտեք, ապա տեղեկատվական պատերազմ է հիմա գնում ու մենք արդեն այնպիսի ժամանակ ենք ապրում, որ մամուլով անընդհատ այս լծվում է այս ապատեղեկատվությունը։ Սկսած, որ օրինակ երեք ապատեղեկատվությունից մեկը, որ իբրև թե 650 միլիոն կամ կարող է խառնեմ թիվը վարկ է վերցրել Հեցը եւ այդ վարկերով ծանրաբեռնվել է։ Բայց ասեմ ձեզ, որպես շարքային քաղաքացի, եթե լսում եմ այդ ելույթները,
նշված խախտումները, այսպես ասած, իրականությանը համապատասխանում են։ Այսինքն բոլորն էլ կասկածանք ունեն, որ հնարավոր է հեծը նման խախտումներ արված լինի, այդ ավել գրելը, մյուսից վերցնելը մյուսին տալը, հաշվիչների փոփոխությունները, որոնք հիշողությունները չեն պահպանում, սերվերները չկան քանի տարիների այդ, այսինքն այնպես չէ, որ աննկարագրելի կամ ոչ իրականությանը համապատասխանող։ Ինչի մասին է սա խոսում, այդ խախտումներն էլ այդպես կանխամտածված որոշվել, որ հանրությանը կարողանան ձեր ասած սուտը տեղ հասցնել։ Նա տեսեք ասում են մանկապարտեզների զորամասերից վերցրած թվերը չեն համապատասխանել իրականությանը, ավել են գրվել։ Տեսեք, որ առաջինը Ռոմանոս Պետրոսյանը եկել է, ըստ էության վերցվել է հեծը, սեփականատիրոջի խլել են մի բանի համար, որ կա էներգետիկ ճգնաժամ։ Ոչ թե ֆինանսական խնդիրներ կամ չգիտեմ ժողովրդի համար լավ լինի, հա, չէ, ոչ թե ժողովրդի համար, որ էներգետիկ շուտով հեսա կպայթի էներգետիկ ճգնաժամը սա էր եւ դրա համար վերցվել է։ Հիմա պարզվում է, որ հարկային ստուգումներ, չգիտեմ, տարբեր ստուգումների արդյունքում որոշակի խախտումներ է հայտնաբերվել, չեմ ուզում դրան անդրադառնամ, ճիշտ է, ճիշտ չի, օրինակ, ենթադրենք այդ հաշվիչ էլեկտրական հաշվիչի սարքը ստուգող էլեկտրիկը չի գալի սարքը ստուգի, ենթադրենք գրում է 100 կիլովատ, հետո մյուս ամիս գրում է 150 կիլովատ, հետո մյուս ամիս գրում է 200 կիլովատ, հետո վերջում 4 ամիս հետո գալիս է նայում է, տեսնում է, չէ, որ շատ է գրել, գրում է 30 կիլովատ։ Ստեղ ինչ որ խախտում լինում է, այսինքն ինքը չի գալի, մոտավորապես մտածում է, որ այս մարդը ամսական օրինակ ծախսում է 100 կիլովատ, իր 100 կիլովատը գրում է չի գալի տեսնում։ Ենթադրենք այսպեսի Բայց եթե այդ նույն էլեկտրիկը փոխվում է եւ այդ նույն հաշվիչը ինքը չի վերահսկում, այդ դեպքում այդ գրածները Չէ, հաշվիչի մեջ հաշվիչը հնարավոր չի կպնել հաշվիչին։ Հնարավոր չի հաշվիչի ցուցմունքները փոխել։ Այսինքն հաշվիչը այս ամիս ենթադրենք ոչ թե դու Բայց եղել են, չէ, իրավիճակներ, որ փոխվել են։ Մենք ինքներս ապրել ենք այդ համակարգում։ Հա, բայց դա պարոն Հայրապետյան 10 տարի է, արդեն այդ համակարգը փոխվել է։ 10 տարի է էլեկտրիկները գումար չեն վերցնում։ Մենք գնում ենք 10 տարի առաջվա վիճակին։ Բայց մինչև 7 տարվա տվյալների մասին էլ են չէ խոսում։ Տվյալները կարող է ինչ որ բաներ չհամապատասխանի, բայց որ քաղաքացիները դրանից քաղաքացին ավելի շատ ծախսի, ավելի քիչ ծախսի, ավելի շատ գրեն, այսպիսի փաստեր չկա, չկա այսպիսի փաստեր։ Այս ամեն ինչը ապատեղեկատվություն է։ Օրինակ կրկեսի տոմսը, ես ուզում եմ հարց տամ, ինչ արժի կրկեսի տոմսը, այս որ Ճիշտ ասած տեղյակ չեմ, մոտավորապես 6000 դրամից էր ասում են 50000 դրամ, պարզվում է 2500 դրամ է։ Հիմա ասում են 650 միլիոն դրամ պարկ է վերցրել, պարզվում է այդ 650 միլիոնը։ Վերջի 4 տարին ինչքան վերցրել է, փակել է, հիմա 50 միլիոն դոլարի կարգի է այդ վարկը։ Այսինքն այդ ապատեղեկատվությունը անգամ եթե կա հարկային կամ ֆինանսական խախտումներ, դրա մասին եթե կան 7000 հոգանոց կոլեկտիվը ամբողջ հանրապետությունով տարածված։ Ընդ որում էներգետիկայի մասին այդ կանոնները 450 թե 500 կետեր կա։ Պարզա չէ որ հնարավոր չի որ այդ 500 կետերը այդ 7000 հոգանոց 7000 հոգանոց կոլեկտիվը կարողանա բոլոր կետերը պահել, բայց դա էներգետիկ ճգնաժամի հետ ընդհանրապես կապ չունի։ Դուք մեխը դնում եք էներգետիկ ճգնաժամի վրա։ Մենակ այս դեպքում կարելի է սեփականատիրոջից պատկերացնում եք հիմա օրինակ ընտանիքում կինը ասում է ես բաժանվում եմ ամուսնուց, որովհետև ամուսինս ինձ դավաճանում է։ Հետո ինքը վերջում գնում է դատարան, պարզվում է որ կինը բաժանվում է ոչ թե նրա համար որ ամուսինը բաժանվում է, որ ամուսինը զոնքանչին այդքան լավ չի նայում, չգիտեմ, ամուսինը տուն որ մտնում է կոշիկներով ամ ու այսպիսի տարբեր բաներ։ Այսինքն կա փաստեր, որոնք որ էներգետիկ ճգնաժամի են հանգեցնում։ Սա է կարևոր, որևէ մեկը իրավունք ձեր դուրը կգա, որ ինչ որ մեկը գա ձեր մտնի ձեր ընտանիք ու սկսի կառավարել։ Ասի այս է իմ դուրը գալիս, սա իմ դուրը չի գալի, բայց որևէ բան չլինի։ Հիմա սեփականատերը ուզում եմ տեսեք, հիշեցնեմ էլի 2015 թվականին եղավ էլեկտրիկ Երևան շարժումը։ Պարզա չէ որ էլեկտրիկ Երևան շարժումը ավելի շատ ազգային հայկական շարժում էր, զուտ հայկական երիտասարդական հոյակապ շարժում էր այդ ժամանակ ոնց որ այդ
որևէ բան չէր փոխվում, մեկ էլ այս Հայաստանի այդ Երևանում այս էներգետիկ էլեկտրիկ Երևան շարժումը տեղի ունեցավ, երիտասարդությունը զարթոնք ապրեց, նպատակը որն էր, որ այդ շարժումից հետո կարողացան հետ վերցնել հեծը Ռուսաստանից, այսինքն ռուսական էր հեծը, հետ վերցրեցին կամ Ռուսաստանից խլեցին, հետ վերցրեցին, փողը վճարեց Սամվել Կարապետյանը։ Այսինքն մենք կարողացանք փրկել, հետ վերցնել, Սամվել Կարապետյանին կանչեցին, ասեցին փողը դուր, Սամվել Կարապետյանը արդեն հրապարակված տեղեկատվությունը $250 միլիոն։ Մենք խոսել ենք, այո։ Հիմա, այսինքն Սամվել Կարապետյանը վերցրեց, ու վերցրեց այնպիսի վիճակում, որ ճգնաժամ ատոմակայանի աշխատավարձերը, էներգիա արտադրող ընկերությունները չեն ստացել աշխատավարձեր ու բազմաթիվ պարտքեր, մոտ $250 միլիոն կարգի պարտքեր կար ու համակարգը արդեն պայթելու վիճակին։ Ու սա ամենահայրենանվեր գործն էր, որ մենք կարողացանք Ռուսաստանից հետ վերցնել։ Եւ փողը արդեն ասեցինք տվեց Սամվել Կարապետյանը։ Հիմա 10 տարվա մեջ Սամվել Կարապետյանը բացի դրանից, որ այդ գումարը տվեց, կարողացել է $750 միլիոն ներդրումներ անել ու այս չաշխատող համարյա պայթող ճգնաժամը հիմա աշխատում է փայլուն ձևով։ Հիմա հեծը $70 միլիոն եկամուտ է բերում ամեն տարի ու հիմա մտածում են, որ սակագինը իջեցնեն, անգամ իմաստն էլ ասում է ոչ թե 3 դրամ, կարա 20 դրամ շատ լավ։ Այսինքն այն հեծը, որ մենք հեղափոխությունով մի կերպ վերցրեցինք, հետ վերցրեցինք։ Սամվել Կարապետյանը $750 միլիոն բերեց ներդրեց ու բերեց այս վիճակին, որ հիմա ինչ են ասում են կան որոշակի խախտումներ, բա 7000 հոգանոց կոլեկտիվը, բայց կա օրինակ, չասեցին $750 միլիոն ներդրում չի եղել, այսպիսի բան այդ բնագավառում եղավ, որևէ տեղեկություն, որ չէ, այդ թվերը չի համապատասխանում իրականությանը, 750 միլիոն ներդրում չի եղել, կամ այդ պլանային բոլոր աշխատանքները, բոլոր այդ ներդրումները, որ եղել է, ասեն այդ ներդրումներն եղել են անորակ կամ այսպիսի բան չի եղել։ Ինչ եղավ, հիմա ասում են Տաշիր կապիտալը ահռելի գումարներ փոխանցել է Տաշիր կապիտալիների, այսինքն հեծը պայմանագրեր է կնքել Տաշիր կապիտալի հետ եւ ինքը ու սա խախտում է։ Սա ոչ թե խախտում է, սրա համար պետք է հեծին պարգևատրեն, ինչի համար, որովհետև մեր էներգետիկայի մասին օրենքում նշված է, որ էներգետիկ համակարգը պետք է անկախ լինի։ Հիմա Տաշիր կապիտալը ստեղծել է 5 գործարան, 5 գործարան, այսինքն կաբելի գործարան, որ մենք ունենք նախինում կաբելի գործարան, փորձեցին շատ էժան վաճառել, վերջում պարզվեց, որ այդ որևէ մեկը չգնեց։ Հիմա նոր 42 թե 45 ձևի կաբել է արտադրում կաբելի գործարանը ու ժամանակակից կաբելն է։ Տրանսֆորմատորի գործարան։ Հիմա եթե Հայաստանում մենակ այս տրանսֆորմատորի գործարանն է, ավելի լավ է Հայաստանից չառնել, գնալ Թուրքիայից առնել տրանսֆորմատորները։ Սա Ռոմանոս Պետրոսյանի ասածն է, որ Տաշիր կապիտալի կազմակերպությունները ահռելի խախտումներ են արել, գումարներ, հա, բայց այդ դեպքում մենք վերցնում էինք այդ ամեն ինչ առնում էինք Ռուսաստանից, Թուրքիայից ու Բելարուսից։ Հիմա ավելի լավ է մենք տրանսֆորմատորը, կաբելները առնենք Թուրքիայից, Բելարուսից, հետո բերենք 21-րդ դարնա տրանսֆորմատորների մեջ ցանկացած ահաբեկչություն կարելի է դրանցով անել, կարելի է հեռակառավարել, կարելի է պայթուն լինի, վթար լինի, թե ավելի լավ է որ մենք մեր հայկական այդ գործարանը աշխատատեղերը 5 գործարան է ստեղծվել վերջի 5 տարում։ Ռոմանոս Պետրոսյանի դուրը չի գալիս սա։ Փաստորեն իհարկե խախտումներ կլինեն, ու այս խախտումները հələ գնում է վարչական վարույթը, չենք ուզում առաջ ընկնենք, մեր գործընկերները այնտեղ իսկականից անհավասար պայքար են մղում, ինչի անհավասար, որովհետև թե պետությունն է իրանց դեմ, թե այս անկախ կոչվող այսպես մարմինը, որը որ էլի նախագահը պետական նշանակված մարմին է։ Հանրային ծառայությունների մասին է խոսքը։ Այո, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի երեք իմիջիալոց մոտ 20 կետով բացառք հայտնվեց նախագահին ու բազմաթիվ փաստեր բացահայտվեցին։ Հիմա այս փաստերը տեսեք մոտ 1 ժամ բացարկը
հնչեցնում էր մեր գոլեգան ու սա բացահայտ է, որ ինքը չի կարող կողմնակալ լինել։ Եթե ինքը քաղաքացիական պայմանագրի անդամ է, աշխատել է տարածքային կառավարման նախարարությունում, անգամ ինքը դիմել է, երբ որ միջազգային այդ արբիտրաժի որոշումը եղել է, ինքը դիմել է կառավարությանն, ասել է մենք պետք է սա ուժի մեջ է, թե ոչ, պաշտոնական պատասխանը եկել, որ ուժի մեջ է, բայց ինքը չի կասեցրել, չի դադարեցրել, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ այստեղ ինքը կողմնակալ է, կա ընդհանրապես Հայաստանում, չգիտեմ, որևէ կուսակցության անդամ, որը որ հավատում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը անկողմնակալ է, որ Մեսրոպ Մեսրոպյանը ինքը անկախ հանձնաժողովի անդամ է, եթե այսպես պետք է մենք մեզ ոնց որ ինքնախապեյությամբ ենք զբաղվում, էլի։ Քանի որ շատ խոսեցինք, ամեն դեպքում, եթե ամփոփենք այս հատվածը, մենք հիմա գովազդային դադարի ենք դուրս գալու, որից հետո կշարունակենք։ Եթե այս հատվածը ամփոփենք, մենք չունենք փաստորեն ճգնաժամը չկա։ Իհարկե չկա։ 9 կետերը դեռ հիմնավորված չեն եւ չկան Ոչ ընդհանրապես չկա։ Մոռացել ենք 9 կետերի մասին։ Ռոմանոսը նոր կետեր ա բերել։ Ռոմանոս Պետրոսյանը նոր կետ է եւ հիմա իրավիճակը ավելի է սրվում պետության եւ հետցի սեփականատիրոջ միջեւ, որտեւ ավելի թեժ է լինելու պայքարը։ Իսկ թվում է պայքար, տեսեք, երբ մենք իրավաբանությունը երբ որ վերջանում է, Դե այստեղ կարծես թե վերջանում։ Վերջացել է, սկսում է քաղաքականությունը։ Հիմա գովազդից հետո կասեմ մի հանգամանք կա, պարզավոր հեծը պետքա լիցենզիայից զրկվի, որովհետև չկա այդտեղ իրավական գործընթացներ, հեծի լիցենզիայից զրկելը մի բանից է կախված, եթե կգտնվի մի միջազգային կազմակերպություն, ում որ կարելի է տալ հեծը ու որոշակի օգուտներ ստանալ, այդ ժամանակ հեծը կզրկվի լիցենզիայից ու այդ հեծը կդառնա պետական։ Կդառնա պետական, հետո գվաճառեն կամ կառավարումը գվաճառեն այն կազմակերպությանը, որտեղից օգուտներ ա լինելու։ Եթե չի լինի այսպիսի կազմակերպություն, ապա հեծի լիցենզիան չի զրկվի կամ եթե զրկվել լիցենզիայից, որոշակի ժամանակ հետո հեծը կվերադարձնեն արդեն կազմալուծված, կազմաքանդված, գողացված, նորից կվերադարձնեն նախկին սեփականատերին, չգիտեմ սեփականատերը կհամաձայնվեն վերցնել թե ոչ։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի, հարգելի հայրենակիցներ, որից հետո կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ ես զրուցում եմ փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ։ Պարոն Հայրապետյան, փաստորեն հեծը ունի տարբերակ զրկվելու, այնպես չի որ չունի, եթե ինչպես դուք եք ասում, ոչ օրինական ճանապարհով իրականացվի այդ գործընթացը, բայց ամեն դեպքում թիմը պատրաստ է պայքարելու եւ պահպանելու հեծի անկախ լինելը։ Հիմա մենք խոսեցինք, որ դուք հիշեցիք Էլեկտրիկ Երևանը, երբ մենք հեծը վերցրեցինք ռուսներից եւ դարձրեցինք մերը, Սամվել Կարապետյանը եկավ։ Հիմա երեք Դավիթ Ղազինյանը, նախկին փոխտնօրենը, բավականին ուշագրավ հայտարարություն արեց, որ իր տեղեկություններով հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացական կազմով գնացել է Թուրքիա, եղել են Թուրքիայում եւ պետք է բացատրեն, որ նպատակը վերջում էլ ասեց, որ իր անձնական տվյալներով ըստ երևույթին նրանք գնացել են հեծերքի առքովաճառքի մասին խոսելու եւ Թուրքիային այն փոխանցելու մասին։ Այսինչ հայտարարություններ, ինչու սա արվեց։ Տեսեք, նաեւ լրագրողները այդ հարցը ուղղեցին Ռոմանոս Պետրոսյանին, Ռոմանոս Պետրոսյանը չհերքեց այդ փաստը, ինձ համար դա իրականում տարօրինակ էր եւ սա շատ նշանակալի։ Ինքն ասաց, որ ինքը ուղղակի իրավասու չէ, որպեսզի ասի հեծում են տալու եւ ինչ են անելու։ Հա, բայց Ռոմանոս Պետրոսյանին երբ որ հարց ուղղեցին ինչու են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամները գնացել այնտեղ, ինքը ասեց իրենց հարցրեք, հետո վերջում մոտավորապես հետեւյալն ասեց, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է որոշելու հեծը ում կա եւ ինչ անի, այսինքն ինքը չի որոշողը։ Այստեղ շատ վտանգավոր ու հանգամանք ենք տեսնում, այսինքն գործող իշխանությունը հիմա արդեն բացահայտ է, որ ինքը փորձում է այս ամեն ինչը գցի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի վրա, որ ասի, քանի որ անկախ մարմին է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, ինքն է որոշում, որ կազմակերպությանը տա հեծը ենթադրեն կամ հեծի կառավարումը կամ հեծի կառավարման կամ սեփականության մի մասը։ Այսինքն արդեն մենք ունենք լուրջ վտանգ, որ իշխանությունները դա Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունից պարզ եղավ արդեն։ Ռոմանոս Պետրոսյանը ասեց մենք չենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Ցանկացած ուրիշ դեպքերում ինքը, երբ որ ասում են ԿՊ-ի մասին հարց կամ իշխանության մասին հարց, ինքը շատ նորմալ էր ընդունում ու պատասխանում էր։ Բայց հենց լրագրողներն ասեցին, որ դուք վերցնում եք Թուրքիային եք տալի մեր ռուբիլնիկը, ինքը այստեղ ասեց մենք չենք որոշել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, բիզնես տեսանկյունից չկա, աշխարհում չի լինի որևէ բիզնես կառավարող, որը որ լինի, որը որ գա, այս վիճակում հեծը վերցնի, հեծի շուկայական արժեքը տա եւ հեծը սկսի փորձի կառավարել։ Ոչ, էսի կարող է լինի միայն քաղաքական նկատառումներից, այսինքն ստրատեգիական կարևոր օբյեկտ է, մենք մեզ հաջողվեց Սամվել Կարապետյանի փողերով վերցնել ռուսներից, վերցրեցինք ռուսներից, դարձրեցինք մերը։ Հիմա անվճար տալիս ենք թուրքերին։ Հիմա պարզա չէ, թող բոլորը հարց տան, առաջինը մեզ վտանգը, Հայաստանի վտանգը, որ ամենաառաջինը որտեղից է գալի։ Ամենաառաջինը գալիս է Թուրքիայից, Ադրբեջանից, ենթադրենք նաև Բայց գնում ենք խաղաղության։ Ենթադրենք նաև Ռուսաստանից ենթադրենք, Ռուսաստանն էլ հետ հարաբերություններ են կարգավորում։ Այսինքն Ռուսաստանից Սամվել Կարապետյանի փողերով վերցնում ենք, անվճար տալիս ենք Թուրքիային։ Ու Թուրքիան լինում է կամ թուրքական կազմակերպությունը կամ ադրբեջանական կազմակերպությունը լինում է դառնում է ստրատեգիական ամենակարևոր օբյեկտի կառավարողը, որ երբ որ ռուբիլնիկը անջատվի, Հայաստանը այլևս չի լինի։ Բայց դուք ինքներդ հավատում եք դրան, պարոն Հայրապետյան։ Եթե հիշում եք 4 ամիս առաջ ենք այս մասին ասել։ Ասել ենք, բայց ամեն դեպքում ունեցել ենք կասկածանքներ, չէ՞ որ դա չի լինի։ Տեսեք, կան համաշխարհային էներգետիկ
կազմակերպություն էներգետիկայով զբաղվող կազմակերպություններ, ովքեր գնում են հենց այդ կազմակերպությունները ստրատեգիական նկատառումներից, աշխարհը հիմա բոլորովին այլ կերպ է զարգանում։ Հիմա կարևոր է քո կարևոր ստրատեգիական օբյեկտները ով է տնօրինում։ Հիմա անգամ ասեցին դե երթվեք Ռոմանոս Պետրոսյանին լրագրողը, որ Թուրքիային չեք տալու, երթվեք, ասում է դուք ես ինչ եք ասում, երթվել կա լրագրողական էթիկայի մեջ։ Ես գտնում եմ, որ մեր հանրությունը Ամեն դեպքում դուք նրա պահվածքի տակ հասկացել եք այս ամենը, որ բացահայտ էր, դա բացահայտ էր։ Ռոմանոս Պետրոսյանը շատ պատրաստված գործիչ է, շատ։ Ու գրեթե խոսելուց չի սխալվում, բայց այս պահին ինքը բացահայտեց, որ սրա մեղավորը վերջում մեղքը գցելու են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի վրա, հիմա մեր հանրությունը այս գիտեք կարևոր չի, Սամվել Կարապետյանին նահեցը, ես արդեն ասում եմ ոչ որպես հեցի ներկայ, որպես Հայաստանի քաղաքացի, բոլորովին կարևոր չի, շատերը հենց այդ օրինակ ես արտասահմանում շատերի հետ շփվում եմ, իրենք ասում են, որ մտածում են, որ քանի որ Սամվել Կարապետյանը ռուսական բիզնեսմեն է, ու մենք վերցնում ենք, դառնում է հեծը ազգային, իրանք անկախ նրանից օրենքները խախտվում է թե չէ, մեծ մասը Հայաստանից անկախանում ենք, չէ՞ որ այս հարցներ կա, նախկինների մեղադրում էին դրա մեջ, որ կարևոր ստրատեգիական կետերը տվել են։ Մեծ մասը հավանություն է տալիս, ասում են դե լավ, հա, Սամվել Կարապետյանը բա ոնց այսպես։ Լավ, վերցրեցինք, հասկացանք, դե հիմա որ մենք սա տանք Թուրքիային, ընդ որում պատկերացնում եք, այս մեր հանրությունը այստեղ պետքա կանգնեն։ Այստեղ բոլոր թե ով ում ընտրելու բոլորին կապ չունի, ով ում կողմից է կապ չունի, հայկական ստրատեգիական ամենակարևոր օբյեկտը չի կարելի տալ Ադրբեջանին, չի կարելի տալ Թուրքիային ու եթե իրենք կարելի տալ Ռուսաստանին։ Չի կարելի տալ Ռուսաստանից վերցրել ենք, բայց տալու ենք, որտե վերցրել ենք, գնել ենք, Սամվել Կարապետյանն է գնել։ Պատկերացնեք Սամվել Կարապետյանը փողը տվել է, ոնց որ խլել ենք Ռուսաստանից, հիմա հետ ենք ձրի տալիս ենք Թուրքիային, որտեղ Սամվել Կարապետյանն էլ բանտում է։ Հիմա մեր որում 2 ամսով նորից կալանքը երկարացվեց։ Մեր հանրությունը պետքա կանգնի այստեղ ու այդ հարցը ուղղի։ Կարևոր չի։ Ես 4 ամիս առաջ եմ ասել, չէ՞, ասեցի, եթե Սամվել Կարապետյանը վստահ լինի, որ ռուբիլնիկը չեն տալու, ինքը կհրաժարվի։ Ինքը կհրաժարվի հեծից, հա։ Հիմա պայքարա գնում ոչ թե հենց այդ հեծի համար, այլ պայքարա գնում Հայաստանի ստրատեգիական կարևոր օբյեկտը այլ կազմակերպության ձեռքը տալու համար։ Պարզ է, չէ՞ որ հիմա հոյակապ վիճակում է գտնվում հեծը։ Պարզ է, եթե կան խախտումներ, բաներ, այդ խախտումները այդ թե ինֆորմացիա կորել, թե չի կորել, դա ընդհանրապես որևէ ձևով կապ կորելը, եկեք քերական գործեր հարուցեք, պատասխանատվության ենթարկեք, տեսեք դեմագոգիայի աստիճանը որ Պարոն Հայրապետյան, հիմնականում մարզերից է խոսում այդ խախտումների մասին։ Երեք հարցազրույցի հարցопատասխանի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին շեշտեց, որ մարզերը գնացել է, հոսանք չի եղել։ Այսինքն խախտումների մեծ մասը կարծես թե փորձում են փաթեթավորել այդ մարզային կառույցների։ Խախտում էլ եմ ասում, թող լինի, բայց ինչպես ենք վերցրել հենց այն ժամանակ Այսինքն այստեղ կարևորը ձեզ համար ոչ թե խախտումն է, այլ ում են տալու վերցնելու են եւ ում տալու։ Ոչ, հետը տեսեք, եթե լրիվ անկեղծ խոսանք, մեր տարածաշրջանի առաջընթաց, ամենակազմակերպված կառույցն է։ Ախր Երեգել Ռոմանոս Պետրոսյանը հետևյալ արտահայտությունն անում, ասում է, ես չեմ հասկանում, ինչպես կարող է հետի վարկանիշը մեկ բալով ավելի բարձր լինի, քան Հայաստանի Հանրապետության վարկանիշը։ Դա տվել է միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություն։ Հիմա մենք մոդուսին հավատանք, թե Ռոմանոս Պետրոսյանին հավատանք, թե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին հավատանք։ Այսինքն մենք ունենք այդ բոլոր այդ դրույթներին բավարարող կազմակերպություն, այսինքն մենք ունենք հոյակապ կառավարում, ունենք շատ լավ այդ բոլոր կետերով ինքը ստացել է այդ վարկանիշը։ Հիմա այս փողոցային խոսակցությունները չի որ պետք է ասեն հեծի մակարդակ։ 7000 հոգանոց կոլեկտիվը աշխատում է ժամացույցի նման։ Ես ուզում եմ մի բան էլ ասեմ։ Մի ամիս ես այդտեղ աշխատել եմ բոլոր տնօրինությունների հետ, գնացել եմ, տեսել եմ, տեսեք, Նարեկ Կարապետյանն էր տնօրենը։ Սենց բարի դեմքով ժպտացող, բայց որևէ մեկը չէր համարձակվի, որ Նարեկ Կարապետյանի առանց իր իմանալու որևէ բան կատարել։ Այսինքն այս կառավարվում էր մինչև վերջ ու շատ լավ կառավարվում է հեծը։ Ընդ որում Նարեկ Կարապետյանն էլ շատ
զարմացել եմ, որտեղ երիտասարդ ժպտալով ոնց է կարողանում են բոլոր հին աշխատողները, որ 100 տեղ գործ են փոխել, ենթարկվեն իրան ու այսպես իր ենթակայության տակ կարողանան այսպես աշխատել։ Ու միակ կառույցն է, որ աշխատել է պետականամետ, այսինքն գիշերը հոսանք չի լինում, հեծը պարտավոր չի գնա, զանգել են հեծի աշխատողները, ուղղակի գնացել են վթարավերանորոգել են։ Դա կարող է իրանց լիազորությունների մեջ չի մտնել։ Այսպիսի կազմակերպություն է ստեղծվել, կուր կազմակերպություն, հիմա եկել է Ռոմանոսը հեռացրել է մի մասին, դրել է ու ինչ ասում։ Ասում է ես մեծ օգուտ եմ տվել։ Ընդ որում դուք եք, չէ՞, հանցագործության մասին հաղորդումներ կայացրել։ Այո, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացել ու բացահայտ խախտում են լիազորությունների։ Այո, կա օրենսդրական, ենթաօրենսդրական պահանջներ, որ ֆինանսական տնօրենը պետք է լինի բարձրագույն կրթության անձնավորություն, բարձրագույն կրթություն, բարձրագույն ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն։ Պատմաբանին դրել են այդ պաշտոնին են նշանակել։ Բացի դրանից, որպեսզի այդպիսի բարձր պաշտոններին նշանակեին, ինքը պետք է նաև ունենալ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի եզրակացությունը 15 օրյա։ Սա էլ չկա, այսինքն ինչ Արմեն Շահնազարյանի մասին։ Այո, Արմեն Շահնազարյանի մասին է խոսքը։ Մի բան էլ ասեմ, շուտով մենք օրերս հանցագործության մասին նոր հաղորդում պարզա պետքա ներկայացվի խաբելու համար, որ հանրությանը փաստորեն տարածքային կառավարման նախարարը, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ ու Ռոմանոս Պետրոսյանը խաբել են հանրությանը։ Փաստորեն չի եղել վարչական վարույթ հարուցելու հիմքերը, չի եղել էներգետիկ ճգնաժամ, որը որ բացահայտվեց, բայց իրենք հանրությանը մոլորեցրել են, վերցրել են հեծը ու սենց ծանր հետևանքներ են առաջացրել։ Եվ գումարած դրան, փաստորեն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն էլ չի կատարել դատարանի օրինական ակտը եւ կառավարության հրահանգը, որ պետք է դադարեցնել։ Փաստորեն մենք ունենք այսպիսի իրավիճակ, շուտով շատ քրեական գործեր մենք իհարկե կտանք, պարզա որ իրավաբանությունը արդեն ասացի, որտեղ որ Ընդ որում այսօր դեռ նիստը շարունակվելու է, դրանից հետո մենք սպասենք արդյունքների։ Իսկ թվում այսօր կշարունակվի, էլի մի քանի օր կշարունակվի ու մինչև ամսի 18-ը երևի Մենք կսպասենք նոր ձեր հայտարարությունների, հետևյալների մասին եւ քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, վերջի հարցս հետևյալն է, խնդրում եմ կարճ փորձեք պատասխանել։ Անընդհատ մենք շեշտում ենք, որ ֆինանսներ կան այս կազմակերպությունում։ Հիմա ըստ ձեզ այդ ֆինանսները օգտագործվելու են այս կառավարիչի կողմից իօգուտ ԿՊ-ի։ Մի փոքր հարցս գուցե ճիշտ չեմ ձևակերպում, բայց տեսեք, բացի նրանից, որ 7000 հոգանոց կոլեկտիվ ընտրություններին դրանք արդեն ձայներ են։ Բայց նաև հետը ունի բավականին մեծ լիազորություններ ու քաղաքացիների հետ հարաբերվում ամբողջ Հայաստանի Հանրապետության կարծեմ 1 միլիոն թե 2 միլիոն բաժանորդ ունի։ Այդ 1 միլիոն բաժանորդների հետ ինքը հարաբերվում է։ Հիմա մեկը հոսանքի պարտք ունի, այն մյուսը կարիք ունի, որ հոսանքի կաբելը փոխեն, այն մյուսը դիմումա գրել, ասում է խնդրում եմ զեղչեր արեք։ Այսինքն այս ամեն ինչը փաստորեն կարա օգտագործվի որպես կապիտալ, այդ ձեր ասած կապիտալը։ Որպես նախընտրական նվեր։ Այո, նախընտրական նվեր, հետո վերջում հեծը պետքա Սամվել Կարապետյանը այդ բոլորի փողերը պետքա փակի։ Ամենահետաքրքիրը որն է, որ ասում են, չէ, դու իրավունք չունես քո փաստորեն Սամվել Կարապետյանին երկու բանտարկված է, ասում են դու պարտավորություն ունես ներդրումներ կատարելու։ Դու այդ քո ներդրումային ծրագրից չես կարող շեղվել։ Վերցնում են, իր նշանակած անձանց հանում են, մյուս նշանակած անձանց բերում են վախեցնում են։ Երեք եկել են փաստորեն մեծ բանով նստել են ու ասում են, չէ, դու պետք է շարունակես քո ներդրումային ծրագիրը։ Ընդ որում Ռոմանոս Պետրոսյանը այդտեղ ներկա գտնվելու իրավունք չունի։ Իհարկե չունի, իհարկե իրավունք չունի։ Դա միայն սեփականատերերին է Այո, ինքը գալիս է հեծին է ներկայացնում, ու քանի որ ինքը հեծին է ներկայացնում, ասում է ինչ որ ասում եք ճիշտ է, ինքն է գրել, չէ՞, այդ նախագիծը, համաձայնացել է, ասում է ճիշտ է, համաձայն ենք, հեծը խախտում արել, ընդ որում այդ իր աշխատողներն էլ ում որ բարձր ինքը աշխատավարձ է տալի, ասում են այո, ճիշտ է արել, ու ինչը ասում Ռոմանոս Պետրոսյանը վերջում, ասում է Կարապետյանների ընտանիք ինձ պետք է շնորհակալություն հայտնի, որ ես այդքան բացահայտումներ եմ արել։ Պատկերացնում եք, ինքը եկել է հեծի լիցենզիան զրկելու համար դիմել է, ստանում է աշխատավարձ Սամվել Կարապետյանից այդ 5.2 միլիոն էլ բաներն ասեցին։ Ու ասում է ես լավություն եմ անում, որ ինձ պետք է շնորհակալություն հայտնեն։ Այդ տեսեք, թե մենք ինչպիսի գործիչներ ունենք։ Մենք ունենք քաղաքական գործիչ, եթե իրան քաղաքական գործիչ ասենք, որ մտնում է
ուրիշի սեփականությունը, ուրիշի փողերով աշխատավարձա ստանում, չեղած բանը հորինելով եկան սարքեցին, հիմա որոշակի իբրև թե խախտումները կբացահայտվի եկել է թե չէ, մեկը հեստերում բացահայտվեց, որ 650 միլիոն դոլարի վարկ չկա, կա ընդամենը 50 միլիոն դոլարի վարկ, այսինքն հանրությանը սենց ուռճացած թվերով սենց ասելով ու մենք մյուս կողմից մենք ունենք քաղաքական գործիչներ, այս մեր երիտասարդներին դուրը շատ են գալի, Նարեկ Կարապետյանը, որ ժպտալով, բայց գնում է ու այնպեսի հարցազրույց է տալի, որ մինչև այսօր մեր ոչ մի քաղաքական գործիչ այսպեսի ուղղություն չեն տարել, այսինքն մենք Հայաստանը փոխանակ այսպես ներկայացնենք, որ մենք լինելով միակ քրիստոնեական երկիրը, մենք շրջապատված ենք ու որևէ մեկը որևէ բան չարեց, որ քրիստոնյաներին Արցախից չհանեն ու այս քաղաքական գործիչը, ով որ հավակնում է զբաղվի քաղաքականությամբ, բայց խոսում է Ամերիկայի դեմ, խոսում է Իսրայելի դեմ, քննադատում է ամերիկյան եվրոպական ու ասում է, որ մեր դաշնակիցները որևէ բան չարեցին։ Փաստորեն այսպիսի անկեղծ ու ազնիվ երիտասարդը մյուս կողմից ունենք Ռոմանոս Պետրոսյանի նման քաղաքական գործիչներ, ովքեր մտնում են ուրիշի սեփականության մեջ, ովքեր ուրիշի փողով աշխատավարձ են ստանում, հետո վերջում էլ ասում են պետք է շնորհակալություն հայտնի ինձ Կարապետյանների ընտանիքը, որ ես այսպիսի բացահայտումներ եմ արել։ Պարզ է չէ, որ վերջի հաշվով Աստված կա ու ամեն ինչ իր արդար պատիժը ստանալու է։ Եվ այս թեմայից դուրս մեկ հարց եմ ուզում ձեզ ուղղել, 1 րոպե ժամանակ ունենք։ Ադրբեջանի դատախազությունը փաստորեն պահանջեց ցմահ ազատազրկման Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, այսինքն կամ ցմահ ազատություն կամ 20 տարի, 19 տարի, 18, 17 տարի ազատազրկում Դաղբաքվի բանտերում գտնվող փաստորեն Արցախի նախկին էլիտային։ Ինչ կարծիք եք, սա ինչի բաց թողումն է, էլի նորից մեր բաց թողումն է, թե ճիշտ ասած ցավում ես որպես Հայաստանի քաղաքացի, որ մենք այսպիսի Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, այսինքն դրանք Արցախյան պատերազմի, Արցախյան շարժման, Արցախյան մեր հերոսների մասին է, այսպես ասած խոսքը։ Անկամ եթե հերոս էլ չլինեն, հայ քաղաքացին գտնվում է Բաքվի բանտում ու մենք քաղաքության պայմանագիր են կնքում, լավ, թողնենք քաղաքության պայմանագիրը, բայց որ մեր հայ բարերարները, այսպիսի անվանի մարդիկ, մեկը Հայաստանի բանտում է, մեկը Ադրբեջանի բանտում է, այսա անկախ նրանից քաղաքական ինչ միավորի անդամ է, ինչա, ոնց է, ինչպիսին է, սա մեր այդ ինքնությունը քիչ-քիչ, մենք հայի ինքնությունը, հայի այդ շատ բաներ մենք հետ են գնում, ոնց որ գնում ենք, դուրվում ենք ու ի տարբերություն դրա համար նոր ուղղություն կա, որ մենք միակ այստեղ քրիստոնեական երկիրն ենք, որ 20-րդ դարում ցեղասպանության ենք ենթարկվել, որ ամբողջ աշխարհը սովորելու բան ունի Հայաստանից, որ իրենք չընդունեցին կրոնա փող չեղան ու գնացին ու զոհվեցին։ Այ ամբողջ աշխարհը Հայաստանից Հայաստան այսպիսի ներկայացնելու դեպքում անգամ այդ հայտնի լրագրողը ինչ որ առումով զարման, մենք այսպիսի քաղաքականություն պետք է տանենք, սա համախմբող է, հայի ինքնությունը բարձրացնող է, ոչ թե որ մենք ասենք անկախ նրանից սիրում ենք, չենք սիրում հայ մարդը, որ լրիվ անտեղի հայտնվել է, նույնը կարող են իրանք ենթադրենք Չեխոսլովակիայից կամ Հունգարիայից ինչ որ մեկին գողանային տանեն Ադրբեջանի բան, դու ասեն մենք դատում ենք քեզ, դու աշկերտ գույնը մեր դուրը չի գալիս։ Այսպիսի անհեթեթ ու ասեն դատում ենք ու մենք էլ այսպես, չգիտեմ, խելացի դեմքի արտահայտություններով այստեղ սա ոչ թե, չգիտեմ, քաղաքականությունն է ու ծանր հետևանք է։ Դրա համար մեր հանրությունը այս հանգամանքը եւ որ հեծը տալիս են նույն ադրբեջանցիներին Թուրքիային, պետքա կանգնել այստեղ։ Պետքա կանգնել, պետքա համախմբվել, ասել ստոպ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հայրապետյան, կսպասենք նորությունների, կհանդիպենք այս տաղավարում, կարծում եմ թեման պետք է պահել ուշադրության կենտրոնում, որքանով հնարավոր է եւ հանրությանը ճշմարտությունը ներկայացնել։ Ես մի բան եմ ուզում ասեմ, շատ շնորհակալ եմ, որ կան ձեր նման այսպիսի անկախ կենտրոններ, ովքեր ոչ այս կողմից են, ոչ սև են, ոչ սպիտակ են։ Շատ այս վերջի ժամանակները ցավոք սրտի
հասարակություն երկու մասի է բաժանվել։ Այս մասը ասում է մենք այս մասից ենք, այն մյուսը էս իրանց լրագրողներով, իրանց լրատվամիջոցներով ու հանրությանը հուզող հետաքրքրող այդ հանգամանքները խեղդվում են ու չեն լսվում։ Ու ձեր նման կա անկախ լրատվամիջոց, որը որ Մենք ենք շնորհակալ, որ ընդունում եք մեր հրավերները եւ մեր հարթակը օգտագործում եք ձեր կարծիքները, տեսակետները ներկայացնելու համար։ Հետևենք զարգացումներին, պարոն Հայրապետյան։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։